Մարիանե Պետրոսյանը, ներքին Չարբախ, 5-րդ փողոց, 4-րդ բնակչուհի։ Հայք, առավոտյան ժամը 10-ներ ստորակը բացեցի, սև գույնի, սև։ Սևը ոնց է, չեմ կարա հայերեն ավելի մաչելի բացատրեմ, ջուր էր հոսում։ Մտածեցի, երևի տրուբաներից այդ խոսքը կարող է մաքրվի, խնդիր է առաջացել։ Զանգահարեցի Վիոլա ջուրը զգուշացրեցի, որ խնդրում եմ այս խնդրին լուծում տվեք, որովհետև լիքը քաղաքացիներ հիմա ներկապային կարան աղիքային հիվանդությունով տեղափոխվեն հիվանդանոց, որովհետև ես կարող եմ ուշադիր եմ եղել Պետրո եմ դրետակը ջուր եմ հավաքել, որ երեխայիս խմացնեմ, մեկ ուրիշը ուղղակի բացե ու խմել է։ Դրանից հետո երեխաս ջուր ուզեց, ջուր տվեցի, որ խմեց, ասեց, մամա, այս ինչ հոտ է գալի, այդ ընթացքում ես մտածեցի, երևի հիվանդ է, դա է ինչ որ իր մոտ հոտառությունն է կամ համի խնդիր է։ Պարզվեց, որ ջուրը մտածեցի, այդ պայն ջուրը բացեմ նորից ստորակը, դեղին ժանգ։ Նորից զանգեցի Վիոլա ջուր, նորից ներկայացա, որ այս ինչ բնակիչն եմ, այս ինչ տան, խնդրում եմ եկեք այս խնդրին լուծում տվեք, հասկանանք ինչն է խնդիրը։ Նորից իրանք բանի տեղ չդրեցին։ Ես իրանց ասացի, որ ձեր հեռախոսազանգը, եթե չեմ սխալվում, սեդա էր, ձայնագրելու եմ ու փոխանցեմ, ու լուր լսում էին ինձ, ոչ մի բան չէին ասում։ Ես ասում եմ, իրանք ասում են, մենք համապատասխան տեղ դիմում ենք փոխանցել, ձեր հայտը ուղարկել ենք։ Նորից երկրորդ անգամ նորից իրանք ոչ մի բան չձեռնարկեցին։ Ես երկու անգամ դիմել եմ, բացի դիմելուց իրանց ասել եմ, որ ձեզ ձայնագրում եմ, որ ես դիմել եմ, ձեր անունը ներկայացեք։ Իրանք ասեցին, որ առավոտյան էլ եմ ասել, կեսօրին էլ եմ ասել, իրանք ոչ մի բան, ոչ եկել են, ոչ նայել են ջուրը, խնդիր ունի, նմուշառու եմ վերցրել, որ ես Պետրոյի մոտ իրան գամ, բացի նմուշառույց վիդեո եմ արել, որ իրանք տենան վիդեոյում երևում է երբ եմ նկարել, որ ժամին, այնտեղ, որ նույնիսկ ես այդպես կարողանամ իրանց ապացուցեմ, որ տրատակից էլ դուրս չգան, ասեն, գիտեք, կամ ինչ որ դուք պատճառներ եք բերում, չգիտեմ։ Երեխեն խմել է ու իմ երեխուստամոքսը հիմա շատ վատ վիճակում է։ Երեխա ունեմ անչափած ու Աստված չանի, որ հանկարծ ես հասկանա, որ հիմա այդ աղիքային հիվանդությունը իմ երեխու մոտ կա։ Առավոտյան տանելու եմ հիվանդանոց երեխայիս։